Անկլավների հարցի լուծման ստացվում ձեզ համար պարզ է, կան ադրբեջանական անկլավներ, որտեղ 2022 թվականին դուք երգում եք կտրականապես դրանց գոյության մասին եւ ասում եք, որ իրավական հիմքեր պետք է ներկայացվեն։ Ես ասել եմ նաեւ, որ մենք այդ իրավական հիմքերը չունենք եւ ասել եմ, որ process-ում պետքա տեղի ունենա հետեւյալ Ադրբեջանը իր հիմքերը պետքա բերի, մենք մեր հիմքերը պետքա բերենք եւ հետեւաբար երբ որ դա տեղի կունենա, այլի իմ դիրքորոշման մեջ բան չի փոխվել։ Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի։ Ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ։ Ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այո։ Ես բան չունեմ ասելու, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։ Սինգապուրում էլ են հայեր ապրել։ Այո, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։ Շատ տեղեր են ապրել եւ ապրում, բայց մենք հիմա խոսում ենք սահմանազատման գործընթացի մասին։ Ստացել եք այդ իրավական հիմքերը։ Ոչ, այդ թեմայով ասեցի արդեն, հարցին պատասխանեցի, որ դեռ քննարկումներ չի եղել, հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չի եղել։ Եւ ինչպես եք ասում, որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որովհետեւ այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Ուրիշ թեմաներ կա։ Չունեք ձեր այդ պնդմամբ։ Այդ իմ պնդմամբ նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Ես նկատի ունեմ կամայական տարածք, որ ընկնում է այդ կարգավիճակի վրա։ Հիմա աչքաչափով կարող ենք ասել ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետև մենք իրավական process-ը թողած մտահանգումներով ենք առաջնորդվում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։